Ողջույն հարգելի խոյեր։ Դե ինչ խոսենք Սատուրնի մասին։ Սատուրնը արդեն այս ամիս փետրվարի 14-ին մտնում է ձեր նշան եւ կմնա այնտեղ մինչեւ 2028 թվականի ապրիլի 12-ը։ Կլինի նաեւ մի փոքր ընդմիջում, երբ հետ վերադառնա 12-րդ տուն, կվերադառնա 12, հետո նորից կմտնի ձեր առաջին տուն։ Հիմա կասեմ նաև ամսաթվերը, բայց ընդհանուր առմամբ նա արդեն սկսել է իր ազդեցությունը։ Սատուրնը ձեր նշանի մեջ է, ձեր տան մեջ։ Հարգելի խոյեր, սա ձեր հորոսկոպի առաջին տունն է։ Հատկապես եթե ձեր ասցենդենտը խոյի նշանում է, ազդեցությունն ավելի ուժեղ կլինի։ Առաջին անգամ շուրջ 30 տարվա ընթացքում Սատուրնը եղել է ձեր նշանի կենդանակերպի նշանի մեջ, որովհետև Սատուրնի շրջանը մոտ 29.5 տարի է տևում, երբ որ ինքը անցնում է բոլոր նշաններով։ Այսինքն գրեթե 30 տարի է պահանջվում, մինչև նա շրջանցի ամբողջ հորոսկոպը եւ կրկին մտնի ձեր նշան։ Նախորդ անգամ նա ձեր մոտ է եղել 1996-ից մինչև 1990 թվականները, անցյալ դարում։ Եթե կհիշեք, թե ինչ էր տեղի ունենում այդ ժամանակ, երբ Սատուրնը անցնում էր ձեր նշանով, փորձեք հիշել եւ կհասկանաք, թե հիմա ինչ է ձեզ սպասվում։ Նրանք, ովքեր իմ տարիքին են, կարող են հիշել, ինչ էր կատարվում ձեր կյանքում 90-ականների վերջում, իհարկե։ Ինչ դաս էր Սատուրնը ձեզ տալիս այդ ժամանակ, որովհետև Սատուրնը համարվում է մեծ ուսուցիչ։ Նա ստիպում է մեզ վերցնել պատասխանատվությունը մեր վրա։ Եվ սովորաբար դա լինում է այն ժամանակ, երբ ծնվում է երեխա, եւ մենք դառնում ենք ծնողներ։ Երբ ստանում ենք որևէ աշխատանք կամ պաշտոն, եւ մեր ենթակայության տակ մարդիկ են լինում։ Երբ բացում ենք մեր սեփական բիզնեսը եւ պետք է այն կառավարենք, երբ ամուսնանում ենք եւ ընտանիք է ձևավորվում։ Այս ամենը Սատուրնն է, եւ այն ամենը ինչ Սատուրնի հետ է կապված միշտ երկարատև է։ Սա այն է, ինչը երկար ժամանակ է տևում, բայց հիմա նա մոտ 3 տարի կլինի ձեր նշանում։ Անցյալ տարի մայիսի 25-ից 26-ից մինչև սեպտեմբերի 2-ը, ընդամենը 3 ամիս Սատուրնը եղել է ձեր նշանում։ Այդ 3 ամիսները փորձություններ էին։ Կարծես Սատուրնը ցույց տվեց ձեզ, թե ինչ է ձեզ սպասվում առաջիկա 3 տարիների ընթացքում։ Այնուհետև սեպտեմբերի 2-ին նա վերադարձավ ձեր 12-րդ տուն։ 12-րդ տունը դա ավարտների տունն է, որոշ գործերի փակման տունը, այն ամենի, ինչը պետք է ավարտեք։ Եվ հետո, հիմա, այսինքն 2026 թվականի փետրվարի 14-ից նա արդեն վերջնականապես կմնա ձեր նշանում մինչև 2028 թվականի ապրիլի 12-ը։ Այսինքն ընդհանուր առմամբ 2025 թվականի մայիսի վերջից մինչև 2028 թվականի ապրիլի կեսը Սատուրնի իր ազդեցությունը կունենա ձեր կենդանակերպի նշանի վրա, ձեր հորոսկոպի առաջին տանը։ Սա այնքան կարևոր է, որովհետև հաջորդ անգամ Սատուրնը ձեր նշանի մեջ կմտնի միայն 2055 թվականին։ Ընդհանուր առմամբ բառացիորեն 2 կամ 3 անգամ է լինում մեր կյանքում, որ Սատուրնը լինում է մեր նշանում։ Ոմանց մոտ 2 անգամ, ոմանց մոտ 3 անգամ, երբ Սատուրնը հայտնվում է մեր նշանում։ Եվ հիմա հենց այդպիսի շրջան է ձեր կյանքում։ Երբ Սատուրնը գալիս է, նա միշտ փոխում է մեզ։ Ստիպում է դառնալ ավելի լուրջ, ավելի պատասխանատու։ Իսկ Սատուրնը անձամբ ինձ համար, ես հետևել եմ Սատուրնի ընթացքին իմ հորոսկոպի տնով եւ նաեւ շատ ուրիշ մարդկանց, ովքեր որ եղել են ինձ մոտ խորհրդատվության ժամանակ, միշտ նշանակում է անցում հաջորդ մակարդակ։ Դա միշտ այդպես է, եթե մենք չենք վախենում, եթե վերցնում ենք այդ պատասխանատվությունը մեր վրա։ Իդեպ, երբ Սատուրնը անցնում էր իմ հորոսկոպի առաջին տան միջով, ես բացեցի այս ալիքը։ Եվ դա լիովին նոր սկիզբ էր։ Առաջին տունը միշտ սկիզբ է, միշտ նոր բան է։ Իդեպ դա նոր մտածելակերպ է, նոր միջավայր։ Այսինքն շատ բաներ ես ինքս սկսեցի բառացիորեն զրոյից։ Մարդկանց հետ խոսել, ավելի մարդկանց առջև խոսել, քննարկել եւ այլն։ Եվ ձեր կյանքում էլ հենց այս 3 տարիների ընթացքում կլինեն իրադարձություններ, երբ դուք ինչ-որ բան կսկսեք։ Դա կարող է լինել ամուսնություն։
Իդեպ այս տարի այս ժամանակը իհարկե այս տարիների ընթացքում Սատուրնը քանդում է ամուսնությունը։ Ճիշտ է, ոչ թե Սատուրնն է հենց քանդում, այլ ամուսնությունն ինքն իրեն է փլուզվում, բայց Սատուրնը դրան նպաստում է։ Դրա համար Սատուրնը կարող է բերել նաև ամուսնալուծություններ, եթե հարաբերությունները ազնիվ չեն, հարգալից չեն, եթե դրանք արդեն սխալ են ձևավորվում եւ ձեզ այլևս ոչինչ չեն տալիս։ Սատուրնը հաճույքի մասին չէ, նա ազնվության, ճիշտ լինելու, օրենքի ու կարգի մասին է։ Նա այդ հարցերում շատ ուղիղ է։ Եվ որտեղ որ չկա այդ հարգանքը մեկը մյուսի նկատմամբ, ապա այն կարող է քանդվել։ Ընդհանրապես առաջին տունը վերաբերվում է բոլոր ոլորտներին, բոլոր, որը որ արկա է մեր կյանքում։ Բայց եթե այս 3 տարիների ընթացքում Սատուրնի ազդեցության տակ դուք ամուսնանաք կամ ընտանիք կազմեք, դա կլինի երկարատև միություն, երկար տարիների համար։ Այսպիսով Սատուրնը խոյերին կարող է բերել եւ ամուսնալուծություններ, եւ ամուսնություններ։ Երբեմն նույնիսկ երկուսը միասին, մեկից կարող եք բաժանվել, մյուսի հետ ամուսնանալ։ Եվ այս 3 տարվա ընթացքում դա կարող է լինել։ Տեղափոխությունը նույնպես շատ հաճելի է ձեզ համար լինելու, որովհետև ընդհանրապես Սատուրնով մարդիկ տեղափոխվում են, երբ լինում է իրենց առաջին տանը։ Կարծես այս Սատուրնով ոնց որ այնպես լինի, որ կարծես կամուրջ եք անցել եւ կամուրջը փլվել է եւ վերջ, հետադարձ ճանապարհ չկա արդեն։ Դուք այլևս չեք կարող հետ գնալ։ Եթե մտածում եք, թե տեղափոխվեք ժամանակավոր եւ հետո կվերադառնաք, մեծ հավանականությամբ ոչ, այլևս չեք վերադառնա։ Եթե մտածեք, որ գնամ օտար երկիր, լավ չլինի, հետ կվերադառնամ, միևնույնն է հետ չեք վերադառնա։ Իմացեք, որ կամուրջը քանդվելու է եւ դուք մնալու եք արդեն այդ երկրում։ Սատուրնի դեպքում դա մշտական է։ Շատ հաճախ լինում է նաեւ աշխատանքի փոփոխություն, ընդ որում շատ կտրուկ։ Դուք աշխատել եք մեկ մասնագիտությամբ, իսկ հետո անցնում եք բոլորովին այլ ոլորտ։ Այսինքն կարող եք ամբողջովին փոխել ձեր գործունեության ուղղությունը։ Կարող է լինել նաև առաջ խաղացում։ Սատուրնը շատ հաճախ տալիս է պաշտոնի բարձրացում, որովհետև դա պատասխանատվության մեծացում է։ Եվ ձեր ենթակայության տակ ավելի շատ մարդիկ են լինում, կամ ավելանում են առաջադրանքները, որոնց համար դուք պատասխանատու եք։ Սա նույնպես շատ բնորոշ է Սատուրնին։ Եվ երբ 2028 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Սատուրնը արդեն դուրս գա ձեր նշանից, ձեր հորոսկոպի առաջին տնից դուք կստանաք ձեր աշխատանքի արդյունքները։ Դուք օրինակ կարող եք այս 3 տարիների ընթացքում սովորել եւ հետո 2028 թվականին ստանալ նոր մասնագիտություն, որը իսկապես ձեզ կբերի շատ լավ արդյունք, բերք, առատություն, շահույթ։ Եթե դուք աշխատեք ինչ-որ բանի վրա, օրինակ այս 3 տարիների ընթացքում, որ եթե նախագծի վրա եք աշխատում կամ գիրք եք գրում կամ ինչ-որ այլ բան եք ստեղծում, ապա հենց 2028 թվականի մարտ-ապրիլ ձեզ համար կլինի արդյունքների ժամանակը։ Այդ ժամանակ դուք կքաղեք այն բերքը, որը որ կստանաք, որը որ կստեղծեք հիմա։ Սատուրնը միշտ պարգևներ է տալիս աշխատանքի համար, այն ջանքերի դիմաց, որ դուք ներդրել եք։ Սատուրնը խորհրդանշում է աշխատանքը, ջանքը եւ կարգապահությունը։ Այն ամենը, ինչ դուք կներդնեք այս 3 տարիների ընթացքում, հետո ձեզ կբերի լավ արդյունքներ, որոնք կմնան ձեզ հետ երկար ժամանակ։ Սա դաս է։ Այո, սա այն է, թե ինչպես ենք մենք անցնում այդ սատուրնական դասը։ Միշտ չէ, որ մեզ դուր է գալիս այդ ծանրաբեռնվածությունը, որովհետև Սատուրնը կարող է նույնպես բեռ դնել մեր ուսերին այդ աշխատանքը, որը որ մենք անում ենք այս ժամանակահատվածում։ Այդ պահին է այդ բեռը, ձեզ համար ավելի ծանր թվում, բայց հետո արդեն դա ձեզ աճ է տալու, աճ դեպի վեր։ Եվ 3 տարի անց, երբ Սատուրնը դուրս գա ձեր նշանից, դուք արդեն լրիվ այլ մարդ կլինեք եւ պետք է ընդունեք ինչ-որ կարևոր լուրջ որոշում։ Շատ հաճախ Սատուրնը պահանջում է հասուն եւ մեծահասակի որոշումներ։ Չեմ կարող հստակ ասել, կմնաք, թե կարտագաղթեք, կտեղափոխվեք մեկ այլ քաղաք, թե ոչ, կբաժանվեք, թե ոչ։ Դա արդեն դուք հստակ կորոշեք 3 տարի հետո։ Միգուցե նաև երբ որ հետադարձ լինի Սատուրնը,
ձեզ այդ ժամանակ հնարավորություն տա կարգի բերելու այդ ոլորտները, որոնք որ ձեզ համար ծանր էին, որոնք որ եւ հարաբերությունները եւ աշխատանքը փոխելու հնարավորություն կարող է տալ ձեզ։ Այսինքն խոսքը այնպիսի որոշումների մասին է լինելու, որոնք կյանքում հաճախ չեն ընդունվում։ Ինչ որ կարևոր որոշում է սա, բաժանվելու կամ միանալու կամ թողնելու շատ կարևոր պաշտոն, որը իրոք ձեր ուսերին էլ չեք կարողանում անել։ Եվ դուք կարող եք կտրել ձեր կյանքից ինչ որ բան կամ ինչ որ մեկին, այն ամենը, ինչն արդեն խանգարում է ձեր աճին ու զարգացմանը կամ պարզապես այլևս անհրաժեշտ չի ձեր կյանքում։ Սատուրնի ազդեցության տակ հաճախ այդպես է լինում, դուք օրինակ կտրուկ փոխում եք ձեր շրջապատը։ Կարող է նաև այնպես լինել, որ դադարեք շփվել որոշ մարդկանց հետ։ Սատուրնը քանակի համար չէ, նա որակի համար է։ Օրինակ ձեր շրջապատում կմնան միայն այն մարդիկ, որոնց վստահում եք, որոնց սիրում եք, որոնք ձեր գաղափարակիցներն են, իսկ մնացածը պարզապես կհեռանան։ Եվ դա նույնպես նորմալ է, դա Սատուրնն է, նա փոքրացնում է, դարձնում է ձեր շրջապատը միայն որակով մարդիկ։ Որտեվ այստեղ շեշտը դրվում է որակի վրա, որակյալ հարաբերությունների, որակյալ ընկերությունների վրա եւ ընդհանրապես կյանքի հանդեպ ավելի հասուն, գիտակցված վերաբերմունքի վրա։ Ընդհանրապես Սատուրնը ամեն ինչ փոքրացնում է, նվազեցնում է։ Եվ քանի որ առաջին տունը պատասխանատու է արտաքին տեսքի, մարմնի համար, մեծ հավանականությամբ դուք կնիհարեք, կկորցնեք քաշ, նրանց համար, ում համար իհարկե դա ակտուալ է։ Այստեղ Սատուրնը կարող է ձեզ օգնել։ Բայց ընդհանուր առմամբ իմ հաճախորդների օրինակով տեսնում եմ, որ Սատուրնը շատ հաճախ տալիս է նաև քաշի նվազում, բայց ինձ մոտ օրինակ հակառակն էր։ Հնարավոր է, եթե ձեզ մոտ Յուպիտերը գտնվում է այնպիսի մի տանը, որը ձեզ չի թողելու նիհարեք, բնական է դուք չեք կարողանա նիհարել։ Պետք է ոնց որ խիստ դիետա այստեղ պահպանել, ոչ թե դիետա, այլ խիստ ճիշտ սննդակարգ։ Առաջին տունը դա սկիզբն է, մտադրությունները, ծրագրերը, այն ինչին, որ դուք ուզում եք հասնել։ Իսկ Սատուրնը հենց պլանավորման մոլորակն է։ Սատուրնը խորհրդանշում է ժամանակը եւ այն, որ մենք շարժվենք քայլ առ քայլ։ Այսինքն որևէ ծրագիր, նպատակ, դրա իրագործում դուք պետք է անեք քայլ առ քայլ։ Սատուրնը նաև խորհրդանշում է ձեռքբերումները։ Ընդհանրապես ձեր հորոսկոպում Սատուրնը պատասխանատու է ձեր 10-րդ տան համար։ Սա այն հորոսկոպային ոլորտն է, որտեղ խոսքը գնում է ձեռքբերումների եւ ձեր հեղինակության մասին։ Այդ իսկ պատճառով առաջիկա 3 տարիներին դուք շատ ուշադիր կլինեք ձեր հեղինակության նկատմամբ։ Դա ձեզ համար շատ կարևոր կլինի։ Դուք կունենաք հստակ պլան, նպատակ, թե ինչի եք ուզում հասնել։ Հնարավոր է նույնիսկ որ հասկանաք ձեր կյանքի առաքելությունը։ Սա նաև կարգավիճակի մասին է։ Սատուրնը կարող է ձեր նոր կարգավիճակ տալ, փոխել ձեր կարգավիճակը, բարձրացնել կամ նաև իջեցնել ձեր կարիերան, այնտեղ որտեղ որ դուք աշխատում եք, որ եթե պաշտոն եք զբաղեցնում, եւ եթե դուք հիմա զբաղեցնում եք բարձր պաշտոն, պետք է զգույշ լինեք, որ Սատուրնը չանի այնպես, որ դուք կորցնեք այդ պաշտոնը։ Դրա համար եմ ասում, եթե դուք սկսեք բողոքել, ապա նա կհեռացնի այդ աշխատանքը ձեզանից։ Ես ունեցել եմ հաճախորդ, որի մոտ երբ Սատուրնը մտավ առաջին տուն, նրան աշխատանքից հեռացրեցին։ Բայց դե գիտեք, կախված է նրանից, թե ինչպես եք ապրել մինչև այդ պահը, մինչև Սատուրնը կմտներ ձեր առաջին տուն։ Եթե ձեզ մոտ արկա չէ, չկա ինչից վախենալ, չկա ինչ թաքցնել, չունեք ինչ որ թաքուն բաներ, ապա Սատուրնը միայն կբարձրացնի ձեզ հաջորդ մակարդակ, էլի, մինչև վեր։ 10-րդ տունը նաև պատասխանատու է բիզնեսի, պաշտոնի, կարիերայի եւ կարգավիճակի համար։ Եվ այս բոլոր թեմաները կգան ձեր առաջին տուն, ձեր անձի տուն։ Այսինքն դուք կամ կուզենաք, կամ ձեզ մոտ կհայտնվի հստակ մտադրություն, ցանկություն եւ նույնիսկ գործողությունների պլան, ով եք ուզում դառնալ, ինչ մասնագիտություն ստանալ, ինչ բիզնես բացել, ինչ սկսել ձեր կյանքում ընդհանրապես։ Կամ դա կարող է լինել նոր ընտանիքի ստեղծում, կամ երեխայի ծնունդ, ինչը ձեզ համար ոնց որ արժեքավորը կլինի, կամ առաջիկա պահերին ամենաանհրաժեշտը կլինի այս տարիների ընթացքում։ Այսպիսով սպասեք փոփոխությունների,
Կարծում եմ, որ խոյերից ոմանք արդեն սկսել են զգալ փոփոխությունները և ամենայն հավանականությամբ ձեր գլխում արդեն ձևավորվում են որոշ ծրագրեր, թե ինչ եք անելու առաջիկա 3 տարիների ընթացքում։ Բայց սա շատ ուժեղ շրջան է, երբ Սատուրնը ձեր նշանի մեջ է, հիմա ձեր նշանում է, պետք է օգտվեք ուղղակի այս առիթից, մի վախեցեք, ուղղակի առաջ գնացեք։ Սատուրնի ներքո առաջ գնալը նշանակում է վերցնել պատասխանատվությունը ձեր վրա։ Բավական հաճախ լինում է այնպես, որ մենք չենք ցանկանում պատասխանատվություն վերցնել, բայց դա անհրաժեշտ է։ Օրինակ, եթե նախկինում ինչ-որ մեկը հոգացել է ձեր մասին, ձեր համար, դուք ապրել եք ծնողների հետ, ապա հիմա դուք ստիպված կլինեք ինքնուրույն վարձել բնակարան, աշխատել և վաստակել գումար։ Կամ օրինակ, եթե նախկինում ամուսնության մեջ եք եղել և ապրել եք ամուսնու հաշվին, հիմա բաժանվելու դեպքում դուք ստիպված կլինեք ինքնուրույն հոգալ ձեր կարիքները։ Դա միշտ կապված է որոշակի հասունացման հետ, պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա, ինչպես ֆինանսական, այնպես էլ ցանկացած ոլորտ։ Բայց սա աճ է, հասունացում, մեծահասակ եք դառնում։ Եվ Սատուրնը միշտ այդպես է գործում, հեռացնելով մեր վախերը։ Պետք է բաց թողնեք ձեր վախերը և գնաք առաջ, վերցնեք պատասխանատվությունը ձեզ վրա և գնաք առաջ, մի խոսքով, հասունանաք դրանով։ Վախը անհետանում է այս ընթացքում և մենք հասկանում ենք, որ կարող ենք դա անել, որ ամեն ինչ հնարավոր է։ Մենք կարող ենք անկախ նրանից, թե ինչ է դա։ Այդպիսին է Սատուրնի ազդեցությունը ձեր վրա առաջիկա 3 տարիների ընթացքում։ Ես սիրում եմ Սատուրնին, սիրում եմ այս մոլորակը, թեև նրան անվանում են խիստ ուսուցիչ, բայց գիտեք, դա նման է խիստ, բայց սիրող հորը, որը սիրում է իր երեխաներին և տալիս է նրանց կյանքի դասեր։ Որ ասում են, ով լացացնում է ձեզ, գնացեք իր մոտ։ Ահա այսպիսին է այս մոլորակը։ Այն մտնում է ձեր նշան 3 տարի։ Եվ ինչպես արդեն ասացի, ամենայն հավանականությամբ դա կապվելու է նախ և առաջ ձեր աշխատանքի, կարիերայի և կյանքի նպատակների հետ։ Եվ ընդհանրապես առհասարակ, առաջին տունը դա բոլոր ոլորտներն են և ինչ-որ մի պահ կարող է որևիցե մեկ հարցում պետք է պատասխանատվությունը վերցնեք ձեր ուսերին։ Այսքանը սիրելի խոյեր, ձեզ հաջողություն եմ մաղթում այս 3 տարիների ընթացքում։ Վախը թողնում եք մի կողմ և միմիայն առաջ եք շարժվում, սա մեծ հնարավորություն է, Սատուրնը ձեր առաջին տանը։